Հարգելիներս, եկեք միասին իմպրովիզ կոտլետներ պատրաստենք և տեսնենք ինչ կստացվի։ Եվ այսպիսով այստեղ ունեմ խաշած կարտոֆիլ և գազար, իրանց լավ տրորել եմ, համեմունքներից ավելացնելու եմ կարմիր սև պղպեղներ, աղ, այստեղ մի փոքր քյաբաբի ֆարշը, որը ես միջուկ կլցոնեմ, կանաչիներից պետրուշկա, ոսպ, ձու և ալյուր։ Եվ եկեք տեսնենք ինչ կստացվի։ Եվ քանի որ սա իմպրովիզ կոտլետ է, այս համադրության մեջ ես ավելացրեցի քյաբաբի ֆարշը, իսկ միջուկը կլցոնեմ ոսպ և քերած պանիր։ Հարգելիներս, իմ իմպրովիզ կոտլետները արդեն լցոնվեցին ոսպով և պանրով և բաքսիմատի մեջ եմ իրանց թաթախի կոտլետի ձև տվել և իրանք արդեն պատրաստ են առատ ձիթայուղի մեջ տապակվեն։ Ահա առատ ձիթայուղի մեջ տապակում եմ, թակի հատվածը պիտի լավ կարմրի, նոր շուռ տամ հաջորդ կողմը եթեմ։ Հարգելիներս, չեմ կարող բացատրել, ինչ անուշ ախորժաբեկ բույր է տարածվել քո անոցումս։ Ահա արդեն գրեթե պատրաստ են իմ իմպրովիզ կոտլետները և շուտով արդեն կհամտեսենք և ձեր հետ կկիսվեմ, թե ինչ ստացանք այսօր։ Ահա այսպիսով մեր հրաշք կոտլետները պատրաստ են։ Ձայնը լսում եք, ինչ խրթխրթան մակերես ունեն։ Իսկ հիմա կկտրենք և կհամտեսենք։ Հրաշք ախորժաբեր կոտլետներ են ստացվել։ Հարգելիներ, շատ հասարակ բաղադրիչներով, որը բոլորիս տանն էլ կա, մենք ստացանք շատ հագեցնող, գեղեցիկ, համեղ կոտլետներ։ Ընդամենը ես օգտագործեցի մի հատ կարտոֆիլ, մի հատ գազար, մի հատ ձու, մի փոքր քյաբաբի ֆարշ, քերած պանիր, ոսպ, բաքսիմատ և ստացա այսպիսի հրաշք սեղանը զարդարող կոտլետներ։ Եվ այսպիսի բուտերբրոդ անգամ դուք կարող եք ձեր երեխայի նախաճաշի համար հետը դպրոց տնեք։